Կենտրոն TV-ում ոմանք որոշում եմ ինչ տեսնի հանրությունը ու ինչը թաքցնել հանրությունից։ Ես պարզապես հրապարակում եմ իմ խոսքը իմ էջում։ Ես տվյալ որոշումներ կայացնողին երբեք չեմ կապի ոչ Ծառուկյանի հետ, ոչ էլ Ծառուկյանին իրապես նվիրված իր թիմակիցների։ Բայց տարօրինակ օրինաչափություն է։ Որոշ խոսքեր, մասնավորապես իմ խոսքերից, ինչ-որ փուլում հաճախ կորում են Կենտրոն TV-ի տեսադաշտից ու հրապարակվում են բոլորը, բացի ինձանից։ Լավ է, որ այսօր սեփական էջ ունենալու հնարավորություն կա։ Ու ոչ մի արանքում ընկած նեղացած կերպար իր այս որոշումներով ու նեղացածի պահվածքով չի կարող ազդել Ծառուկյանին աջակցելու իմ դիրքորոշման վրա։ Հայ մարդը պետք է իմանա, որ հայ ազգը գիտի գնահատել ու շնորհակալ լինել։ Կարեն Արայան։ Այսօր աջակիցների շարքում Ծառուկյանի նաև դուք եք կանգնած։ Կասեք, ինչը ձեզ բերեց այստեղ։ Իմ աջակցությունը անկախ ամեն ինչից առաջն է մեր պետական ինստիտուտներ հասկացողության հանդեպ է, հասարակության վստահությունը դրա հանդեպ չկորելու համար է։ Այս դեպքում կլներ Ծառուկյանը, կլնեի ես, կլնեիք դուք, ով ուզում է լինի, այս դեպքում ես պետքա ձեր հեռուստաալիքից օգտվելով եւս ուղիղ Նիկոլին ասեմ, որ պետական ինստիտուտները նրա համար չեն, որ ցույց տա կոշտություն, այլ նրա համար է, որ ցույց տա իրականում արդարադատություն։ Ու ես համոզված եմ, որ այսօր տեսեք, ես ոչ մի կերպ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշմանը չեմ աջակցում, չեմ աջակցել ու չեմ աջակցելու, բայց այդտեղ հարցը մարդու ու հայ մասին է։ Մարդ, ով քիչ բան առաջ չունի, նրա համար ինչը ես պաշտում եմ Հայաստանի համար, դա անհերքելի փաստ է, դա ես չեմ ասում։ Սա իմ կողմից գնահատանք է, շնորհակալություն է, աջակցություն է որպես հայ մարդու, ոչ քաղաքական գործ չի։ Ու եթե այսօր թույլ տանք, որ հալածվի այս համակարգի կողմից, այս ձևով, իրավական ու մարդկային բոլոր նորմերը խախտելով, տարիքային առումով, արածի առումով, ամեն ինչի, սա վաղտեուշ հասնելու է յուրաքանչյուրի տուն։ Ու վերջապես համակարգը, որը անձնական տրամադրվածությունը վերափոխում է դատարանի համազգեստի, ուզում է իրան ցույց տա որպես իրավական կողմ կամ որևէ ինստիտուտի գործածող մարմին, ու բոլորը ցանկացած բանական մարդ ստեղ տեսնում է մենակ անձնական վրեժխնդրություն։ Դա այլևս պետական ինստիտուտ չի, դա անձնական շահերի, անձնական քմահաճույքների ու տրամադրվածությանը ծառայեցված համակարգ է, ինչը համար մեկ վնասնա մեր պետականությանը։ Եթե ես սխալվում եմ, ես միշտ եմ ասել, ցանկացած իրանք այդքան բանախոսներ ունեն, սա էլ հո իմ հարթակը չի, սա հեռուստաալիք է, թող հակադարձեն, ասեն ոչ, սա պետական ստրուկտուրան է, ձևը սենց է, թող ապացուցեն, չեն կարա, իրանք էլ գիտեն, որ սա հակապետական գործունեություն է, ինստիտուտի շահագործումը անձնական շահերի համար ամենավատ բանն է, ինչը կարող ղեկավարը անի պետության հետ, պետականության հետ։ Ես դրա համար եմ ստեղ, որովհետև ես ասել եմ ու կրկնում եմ ու պնդում եմ, մինչև վերջ կանգնելու եմ Ծառուկյանի կողքին որպես հայ մարդու, ու վերջապես մարդու, ով հաստատ Հայաստանի համար ավելի շատ բան արած ունի, քան Նիկոլի իր ամբողջ թիմով։ Նիկոլը արած կլներ, Նիկոլին կաջակցեի։ Իմ համար կարևոր է մարդը, ով Հայաստանի ու հայ ազգի համար մի բան անում է, այդ գնահատանքը տեսնի։ Ամենավատ բանն է կյանքում ապրել ու տեսնել անշնորհակալություն, չհասկացվածություն ու չգնահատված լինել։ Դրա համար թող Ծառուկյանը իմանա, որ իր արածները, նորից եմ ասում, ոչ քաղաքականապես, որպես մարդ ու որպես հայ։ Իր արածները իմ երկրի ու իմ ազգի համար ես գնահատում եմ, շնորհակալ եմ ու անձամբ ես իմ անունից որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ մարդ պնդում եմ ու վերահաստատում եմ, մինչև վերջ կանգնելու եմ իր կողքին, ընդդեմ այս չեմ ուզում հեռուստաալիքով իմ հարթակը չի ուրիշ բառ օգտագործեմ, եկեք օգտագործենք ավելի լավ պետական ինստիտուտների հետ վարվել չիմացող մարմինների դեմ։ Սա թող բոլորը հստակ իմանան։ Ու վաղը Ծառուկյանի փոխարեն կլինի ցանկացածը, ով իմ երկրի մի դիրքի, մի զինվորի, մի տարեցկանոջ, մի հայ մարդու համար մի փոքր բան արած կլինի, ես իր կողքն եմ։ Մարդը պետք է հասկանա, որ հայ ազգը, հայ մարդը այն տեսակն է, որը գիտի գնահատել, որը գիտի աջակցել ու շնորհակալ լինել, այսքանը։